Պատվերը դա Դաշնակցության կուսակցության եւ Ռոբերտ Քոչարյանի։ Երկուսը Դաշնակցության կուսակցությունը ուզում էր լիիրավ գար իշխանության, խանգարողը Վազգեն Սարգսյանն էր բնական է, որտեղ ինքն էր ուժ ներկայացում եւ իշխանություն, եւ բացի դրանից Վազգեն Սարգսյանը չէր ցանկանում ռուսական լծի տակ մտնել։ Ասում էր մեր բարեկամն է, ինչ եղեղով դուք ինձ չափ Կրաչովի հետ մոդիկ չեք հարաբերությունների պաշտպանության նախարարի հարաբերությունից։ Բայց դա թույլ չտանք, որ հնարավորություն ստեղծեն, որ Հայաստանը լրիվությամբ իրենք կառավարեն, իրենք հրամայեն։ Վազգենի հիմնական հարցը ծնվեց, երբ որ ինքը հրաժարվեց մեղի հարցով միջնորդությունը մերժելու համար։ Այդտեղից, այո, արագացավ նրա եւ Դեմիրճյանի մահը։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա ցուցմունքներին հավանաբար ծանոթ եք հոկտեմբերի 27-ի հարցով ու այն, որ ինչի ինքը միանգամից եթեր դուրս չեկավ, որովհետև սափրված չէր եւ այլն։ Այս ամեն ինչը հետագայում մյուս նախագահի կողմից գուցե գործը վերսկսելու հիմքեր չէին կարող։ Չէ, նույն մարդիկ էին։ Դե այնքանով որքանով նույն մարդը, գիտեք, Սերժը Ռոբի չափ գործողությունների մեջ խցկված չի եղել խրված, այլ Սերժի ներկայությամբ կատարվել է, ինքը ընդամենը ապահովել է լռություն, որ չխանգարի։ Շեղվեմ այս ամեն ինչը Սերժ Ռոբ հասկացողությունները ինչու արեցին, տեսեք, եթե ռուսական գործոնը չլներ, ապա իրանք չէին կարող դիմանալ այդ կան, մինչև այսօր։ Իսկ իրանց ռուսական գործոնը հնարավորություն տվեց, որ իրենք ակահաբար գողանան, հարստանան, թալանեն, երկրի ամբողջ տնտեսություն, արդյունաբերություն, ինչ ոլորտ գոյություն ունի, բացի բանակից, հետո բանակն էլ է արդեն սկսում ցանկանում քայքայել, անկախության ամենահզոր ուժը բանակն է, նրանք տվեցին Ռուսաստանին։ Ինձ այդ աշճանի ակահությունը միթե մարդու մեջ է զարմացած եմ, էլի, մարդու մեջ կարող այդ աշճանի ակահ լինի։ Եղբայր ինչ չունես։ Միթե դու եւս մի ինչքան ապրես, այդքան էլ կարող ես այդ քո ձեռքբերածով ապրես։ Գոնե վերջդ եկել է, էլի, գոնե հիմա մեր ազգին ինչ են ասում, բարի խաղաղ ազգ, դրա համար որ ասում են, երբ որ մի երեսիդ խփում եմ, շուրջ ու մյուսիդ էլ խփեն։ Այ հիմա եթե այսքան խփել է մեր ազգի երեսին ես ակաները, որ հիմա բարի բան անի, մոռանանք նախկին չարությունները, դա է կոչվում։ Հիմա ես դրա համար էլ հոկտեմբերի 27 մեկը մյուս իրանց չի հետաքրքրում, իրանց հետաքրքրում է միայն շահը, իշկան թալանի։ Իրանց չի հետաքրքրում իմ ու քո ապրելակերպը, իմ ու քո առողջությունը։